ուզում եմ խոսել հիմա այն մարդու հետ, ով թերահավատ է։ Եթե դու լսում ես ինձ, եթե դու ես այն մարդը, ով լսում է որոշ հոգևոր թեմաներ Հիսուսի մասին, ապաշխարության, փրկության մասին, բայց դա անցնում է իր ականջի կողքով։ Եվ դրա առաջին պատճառը, եթե քո մեջ սա է, որ դու կարծում ես, որ Աստված միևնույն է քո ձայնը չի լսում, չի է լսի, որ դու շատ հեռու ես Աստծուց, որ նա քեզ չի ընդունում, կամ որ դու արժանի չես նրան, մտածում ես քո ձայնը անլսելի է Աստծու համար, դու չես էլ նկատվում, չես էլ երևում Աստծու կողմից, եթե դու հենց այդ տեսակի մարդն ես, ես ուզում եմ, որ իմ խոսքը հասնի քեզ։ Աստված յուրաքանչյուրիս այնպես է սիրում, կարծես մենք հենց այդ մի հատիկ զավակն ենք, կարծես թե 8 միլիարդ չենք աշխարհի վրա, յուրաքանչյուրիս այնպես է սիրում, կարծես այդ մեկը ունի, յուրաքանչյուրիս համար այնպես է հոգ տանում, անհանգստանում, և ցավ զգում, և ուրախանում, կարծես հենց այդ մի երեխան է։ Չկա ինչ-որ մեկը, ով Աստծուն սիրելի չի, կամ ով Աստծու կողմից անընդունելի է, սպասված չի, բայց կա դրա հակառակ կողմը, երբ մենք չենք ընդունում Աստծուն, երբ նա մեր դուռը անդադար թակում է, կանչում է, ձայն է տալիս, բայց մենք այդ ձայնը չենք լսում, բայց մենք այդ դուռը չենք բացում ու մեղադրում ենք Աստծուն, որ Աստված այնքան էլ լավը չի, բարի չի, ուշադիր չի, մեծահոգի չի, մեծասիրտ չի, որ մեզ նկատի, մեզ սիրի, մեզ օգնի, ու չարն է մեզ այդպես խաբում, հենց քեզ, որ այդպես ես մտածում, չարն է քեզ խաբել, չարն է քեզ ներշնչել այդ մտքերը, որ դու Աստծու համար ուղղակի աննկատ մեկն ես, կամ որ դու այնքան սխալներ ես գործել, որ Աստված քեզ չի էլ ների, քո ժամանակը չունի, դու արժանի չես դրա, դու արժանի չես այդ ներմանը կամ ընդունմանը, ես ուզում եմ իմանաս, որ Աստված յուրաքանչյուրիս սիրում է հավասար, իմանաս, որ մեզանից յուրաքանչյուրը մեղավոր է, մենք բոլորս մեղավոր ենք, ոչ մեկս քեզանից լավը չի, ոչ մեկս քեզանից ավելի սիրված չի, ոչ մեկիս համար Աստված ավելի շատ չի մտածում, քան քո, ուղղակի տարբերությունը սա է, ես ընդունում եմ Աստծուն, լսում նրա ձայնը և զգում նրա սերը, ըստ դրա թողնում եմ, որ նա ներս գա, իսկ դու չէ, որովհետև քեզ քո թերահավատությունն է խանգարում և թերարժեքությունը դու քեզ արժանի չես համարում, ես հենց այդ տեսակի մարդու հետ եմ հիմա խոսում, ոչ թե թերահավատության ու անհավատության մյուս արտահայտումների, մյուս ընկալումների մասին, մյուս պատկերացումների, այլ հենց այն մարդու, ով կարծում է, որ ինքը չնկատված է, չսիրված է, կարևոր չի կամ այնքան սխալված է, որ Աստծուն ինքը պետք չի, նորից եմ ասում, չկա ինչ-որ մեկը, ում Աստված ավելի է սիրում, քան քեզ, ես կամ մյուսը, ով Աստծուն ընդունում ենք և սիրում ենք ամենից առավել, հետևում ենք խոնարհաբար, մեզ քեզանից շատ չի սիրում, եթե պետք լինի նա ինձ կթողնի, որ գա քո հետևից, ու պետք է, ու նա եկել է, գալիս է քո հետևից, խնդրում եմ քեզ, ուղղակի փորձիր լսել նրա ձայնը, թույլ տալ, որ նա մտնի քո կյանք, միակողմանի է կապը, չի ստացվում, Տիրոջ կողմից է միայն, խնդրում եմ, քո կողմից էլ միացրու, ամրացրու, հաստատիր այդ կապը, թեքվիր դեպի Աստված, խոսիր նրա հետ, թերահավատորեն, բայց խոսիր, ասա, որ
Լսել եմ, որ ինձ էլ ես սիրում։ Լսել եմ, որ ուզում ես ինձ փրկես։ Դե ուրեմն Տեր ցույց տուր ինձ, ինչ որ մի կերպ, հաստատիր, որ դա ճշմարտություն է։ Դու թերահավատորեն մոտեցիր, ոչինչ, բայց ձայն տուր Աստծուն, փորձիր կապ հաստատել։ Ու անմիջապես կզգաս Տիրոջ մեկնված ձեռքը դու կտեսնես։ Ոչ մեկս քեզանից ավելի սիրված կամ արժանի չի։ Յուրաքանչյուրս, հենց ես, քեզպես սխալված ու մոլորված եմ եղել, բայց Տերը ինձ ոտքի կանգնացրեց, մաքրեց, ցույց տվեց իր ճշմարտությունը, եւ ես, որ առաջ կարծում էի, որ անսահման շատ եմ սիրում Հիսուսին, այդ ժամանակ նոր հասկացա, թե ինչ է սերը, որ առաջվա սերս դա այն սերը չէր ճշմարիտ։ Ես էլ եմ քեզպես մոլորված ոչխար եղել։ Չեմ տարբերել ճիշտն ու սխալը, բայց միշտ ձգտել եմ Աստծուն։ Հավատացել եմ շատ մեծ հավատով, մի հավատով, որը ոչ ոք չէր կարող թուլացնել կամ հեռացնել, բայց սխալված էի, որովհետև Տիրոջ ճշմարտությունը չէի փնտրել, չէի խնդրել, որ Տերը ցույց տա իր ճշմարտությունը, բայց եկավ մի պահ, երբ իմ կյանքի ամեն օր ու ժամ ես միայն այս բառերն էի կրկնում. Հիսուս Քրիստոս իմ Տեր, կանգնեցրու ինձ քո ճշմարիտ ճանապարհի վրա, ու այդ բառերը այնքան էի կրկնել, արդեն անկախ ինձանից անընդհատ մտքումս այդ բառերն էին։ Ու Տերը ցույց տվեց իր ճշմարիտ ճանապարհը, իր ճշմարտությունը ցույց տվեց եւ սովորեցրեց։ Խնդրում եմ քեզ, եթե դու ականջի պոչով, ականջի ծայրով, թեթև էսպես լսել ես իմ խոսակցությունը, խոսքը, ուղղակի թեքվիր Աստծո կողմը։ Ասա, որ ես լսեցի քո զավակներից մեկից այս խոսքերը, խնդրում եմ հաստատիր, խնդրում եմ խոսիր հետս, թե դու կաս իրոք ու իմն ես ու ես էլ քոնը, թե դու իմ հայրն ես երկնային, թե դու իմ Տերն ես, իմ փրկիչն ես, խոսիր իմ հետ, ցույց տուր դա, ցույց տուր ու ես կընդունեմ քեզ, ու ես կխոնարհվեմ քեզ, խնդրում եմ խոսեք Տիրոջ հետ, Աստծո հետ, նա սպասում է ձեզ, ժամանակ չկա, նա սպասում է ձեզ, շուտով Հիսուս Քրիստոսը գալու է, նա գալու է իր իրական ճշմարիտ զավակների հետևից, և դա կոչվում է Հիսուս Քրիստոսի եկեղեցու հափշտակություն, որպեսզի իմանաք, թե դա ինչ է, կարող եք իմ ալիքում կամ ուրիշ մարդկանց ալիքում, ովքեր Հիսուս Քրիստոսից են խոսում, նրա տված խոսքն են խոսում, ովքեր Աստվածաշնչով են խոսում, ովքեր Սուրբ Հոգու տվածն են պատմում, այսինքն այն մարդիկ, ովքեր պատկանում են Հիսուսին, կգտնեք այդպիսի ալիքներ, գրեք ինչ է հափշտակությունը եկեղեցու, գրեք ով է Հիսուս Քրիստոսի հարսը, իմ ալիքում էլ փնտրեք, և կգտնեք, և կհասկանաք, ինչին է քիչ ժամանակ մնացել, ժամանակ չկա, ուղղակի դարձեք Հիսուս Քրիստոսին, դարձի եկեք, Տիրոջ մեկնված ձեռքը բռնեք, գտեք իրական կյանքը, որ Հիսուս Քրիստոսն է, և կյանքի պարգևը հավիտենական, որ Հիսուս Քրիստոսն է տվել, գտեք ճշմարտությունը, ճանապարհը, որ Հիսուս Քրիստոսն է, գտեք լույսը, որ Հիսուս Քրիստոսն է, գտեք Աստծուն, Հիսուս Քրիստոսին, ձեր փրկիչին,
ով փրկեց ձեզ իր արյամբ և տվեց հավիտենական կյանքի պարգևը։ Ընդունեք այդ պարգևը։ Ձեզանից հասնում է ընդամենը ընդունել այդ պարգևը։